Գտա պատճառը, թե ինչու տատիկս երբեք չէր խոսում իմ հորեղբոր մասին ընտանեկան գաղտնիքը, որը փոխեց ամեն ինչ։ Երբ տատիկս մահացավ անցյալ ամսվա վերջին շաբաթ օրը, ես երբեք չէի կարծում, որ հենց այդ օրը կսկսվի իմ կյանքի ամենաերկար ցավոտ ճանապարհորդությունը դեպի ճշմարտություն։ Նրա հուղարկավորությունից հետո, երբ ողջ ընտանիքը հավաքվել էր մեր հին տանը, ես նկատեցի մի բան, ինչը երբեք չէր անցել իմ ուշադրությունից անցյալում։ Տատիկս ունեցել է 2 որդի, իմ հայրիկը, իմ հորեղբայրը, բայց հուղարկավորության ժամանակ հորեղբայրս այնտեղ չէր, ոչ ոք չխոսեց նրա մասին, ոչ ոք չհարցրեց, թե ինչու նա չեկավ։ Այս լռությունը ինձ այնքան անհանգիստ արեց, որ որոշեցի պարզել ամեն ինչ։ Տատիկս ապրում էր մեր հին թաղամասում, որտեղ բոլորը ճանաչում էին միմյանց, տունը լի էր հին լուսանկարներով, փաստաթղթերով, տատիկս անձնական իրերով։ Այդ օրը, երբ ես սկսեցի տատիկս իրերը կարգավորել, գտա մի հին փայտե արկղ, որը թաքնված էր նրա անկողնու տակ։ Արկղը փակ էր, բայց բանալին կար դրա կողքին։ Երբ բացեցի այն, տեսա հին նամակներ, լուսանկարներ, մի փոքրիկ օրագիր։ Այդ օրագրում տատիկս գրել էր իր կյանքի ամենացավոտ պահերի մասին։ Առաջին էջերում տատիկս գրել էր իր երիտասարդության մասին։ Նա ծնվել էր մի փոքրիկ գյուղում, որտեղ կյանքը շատ դժվար էր։ Նրա ծնողները աշխատում էին դաշտերում, նա մեծացել էր 4 քույրերի հետ։ Երբ նա 15 տարեկան էր, նրա ծնողները որոշեցին, որ նա պետք է ամուսնանա մի տղայի հետ, ում նա երբեք չէր տեսել։ Այդ տղան եղել է իմ պապիկը։ Տատիկս գրել էր, որ սկզբում շատ վախեցել էր, բայց պապիկը եղել է լավ մարդ, նրանք սերն են հայտնաբերել միմյանց մեջ։ Պապիկը տատիկը ամուսնացել են տեղափոխվել քաղաք, պապիկը աշխատում էր շինարարական կազմակերպությունում, իսկ տատիկը տանը էր խնամում էր երեխաներին։ Նրանք ունեին 2 տղա, Արամը Վահանը, Արամը իմ հայրիկն էր, իսկ Վահանը իմ հորեղբայրը, որի մասին ես գրեթե ոչինչ չգիտեի։ Օրագրում տատիկը շատ սիրով էր գրում 2 տղաների մասին, նրանք եղել են նրա ողջ կյանքը, նրա երջանկությունը։ Բայց երբ հասա օրագրի կեսերին, տոնը սկսեց փոխվել։ Տատիկս գրել էր, որ երբ Արամը Վահանը դեռ փոքր էին, պապիկը մահացավ աշխատանքային դժբախտ պատահարից։ Այդ օրից հետո տատիկը մնաց միայնակ 2 փոքր տղաների հետ։ Նա պետք է աշխատեր 2 աշխատանք, որպեսզի կարողանար կերակրել իր երեխաներին։ Նա գրել էր, որ այդ տարիները եղել են նրա կյանքի ամենադժվար ժամանակաշրջանը։ Արամը, իմ հայրիկը, միշտ եղել է հանգիստ պատասխանատու երեխա։ Նա օգնում էր տատիկիս տանը, սովորում էր լավ, երբեք չէր ստեղծում խնդիրներ, բայց Վահանը եղել է այլ։ Տատիկս գրել էր, որ Վահանը միշտ եղել է էներգիկ անհանգիստ, նա սիրում էր արկածները, սիրում էր վտանգավոր բաներ անել։ Երբ նա 10 տարեկան էր, նա սկսեց դուրս գալ փողոց շփվել վատ ընկերների հետ։ Տատիկս փորձեց խոսել նրա հետ, բայց Վահանը երբեք չլսեց։ Երբ Արամը 18 տարեկան դարձավ, նա սկսեց աշխատել, օգնում էր տատիկիս ֆինանսապես։ Նա հանդիպեց իմ մայրիկին, նրանք ամուսնացան։ Տատիկը շատ ուրախ էր, որ Արամը գտավ լավ կին։ Բայց Վահանը դեռ ապրում էր տատիկի հետ, չէր ուզում պատասխանատվություն վերցնել իր կյանքի համար։ Նա չէր աշխատում, միշտ խնդրում էր գումար տատիկից Արամից։ Մի օր Վահանը բերեց տուն մի աղջիկ, նրա անունը Լիլիթ էր։ Տատիկս գրել էր, որ Լիլիթը շատ գեղեցիկ էր, բայց ինչ-որ բան նրա մեջ տատիկին անհանգիստ էր անում։ Լիլիթը միշտ խոսում էր գումարի մասին, միշտ ուզում էր թանկ իրեր։ Վահանը խելագարված էր, նրանից պատրաստ էր ամեն ինչ անել նրա համար։ Տատիկս փորձեց զգուշացնել Վահանին, բայց նա բարկացավ, ասաց, որ տատիկը չի հասկանում իրական սերը։ Վահանը Լիլիթը ամուսնացան արագ, հարսանիքից հետո նրանք տեղափոխվեցին տատիկի տուն։ Տատիկս թույլ տվեց, որովհետև Վահանը նրա որդին էր, նա չէր կարող մերժել, բայց շուտով տատիկը սկսեց նկատել, որ տանը իրերը սկսեցին կորչել, սկզբում փոքր բաներ, արծաթյա գդալներ, հին ժամացույցներ։ Տատիկը չէր ուզում մեղադրել ոչ ոքի, բայց նրա սրտում սկսեց մեծանալ կասկածը։ Մի օր տատիկը վերադարձավ տուն, շուկայից տեսավ, որ նրա անկողնասենյակի դուռը բաց է։ Երբ մտավ ներս, տեսավ Լիլիթին, որը փնտրում էր ինչ-որ բան նրա դարակներում։ Լիլիթը շոկվեց, երբ տեսավ տատիկին, սկսեց բացատրել, որ փնտրում էր ասեղ, որպեսզի կարի։ Տատիկը չհավատաց, բայց ոչինչ չասաց։ Այդ օրվանից հետո նա սկսեց ավելի զգույշ լինել իր իրերի հանդեպ։ Մի երեկո Արամը եկավ տատիկի մոտ, ասաց, որ իրեն պետք է խոսել։ Նա պատմեց, որ Վահանը եկել էր նրա մոտ, խնդրել էր մեծ գումար փող։ Երբ Արամը հարցրեց, թե ինչի համար է պետք գումարը, Վահանը ասաց, որ ունի պարտքեր։ Արամը տվեց գումարը, բայց խնդրեց, որ Վահանը վերադարձնի 3 ամսում, բայց 3 ամիսը անցան, Վահանը չվերադարձրեց գումարը։ Երբ Արամը հարցրեց, Վահանը բարկացավ, ասաց, որ եղբայրը պետք է օգնի առանց որևէ պայմանի։ Տատիկը սկսեց անհանգստանալ Վահանի Լիլիթի համար։ Նա տեսնում էր, որ Լիլիթը վատ ազդեցություն ունի Վահանի վրա։ Լիլիթը միշտ ուզում էր ավելի շատ, միշտ գանգատվում էր, որ նրանք չունեն բավական գումար։ Մի օր տատիկը լսեց, թե ինչպես Լիլիթը խոսում էր իր ընկերուհու հետ հեռախոսով։ Լիլիթը ասաց, որ Վահանի մայրը ունի շատ գումար, որը թաքցրել է տանը, որ նրանք պետք է գտնեն այդ գումարը։
Տատիկը սարսափեց, նա հասկացավ, որ Լիլիթը ոչ միայն փնտրում էր նրա իրերը, այլ ուզում էր գտնել գումար, որը տատիկը խնայել էր տարիների ընթացքում, այդ գումարը տատիկը խնայել էր իր թոռների համար, իմ համար, նա որոշեց խոսել Վահանի հետ։ Երբ տատիկը խոսեց Վահանի հետ, նա ասաց, որ Լիլիթը վատ մարդ է, որ նա պետք է զգույշ լինի, բայց Վահանը ծիծաղեց ասաց, որ տատիկը ծերացել է չի հասկանում ժամանակակից կյանքը, նա ասաց, որ Լիլիթը նրա կինն է, որ տատիկը չունի իրավունք վատ խոսել նրա մասին։ Տատիկը սրտը կոտրվեց, նա երբեք չէր կարծել, որ իր որդին կխոսի նրա հետ այդպես։ Մի քանի ամիս անց տատիկը որոշեց, որ պետք է թաքցնի իր գումարը թանկարժեք իրերը, նա տարավ դրանք բանկ վարձեց անվտանգության արկղ, նա չասաց ոչ Վահանին, ոչ էլ Լիլիթին այդ մասին, միայն Արամը գիտեր այդ մասին։ Մի գիշեր տատիկը արթնացավ ձայներից, նա լսեց, որ ինչ-որ մեկը քայլում էր տանը, երբ նա իջավ ներք, տեսավ Վահանին Լիլիթին, որոնք բացում էին նրա հին դարակները փնտրում էին ինչ-որ բան, տատիկը միացրեց լույսը հարցրեց, թե ինչ են անում, Վահանը շփոթվեց, բայց Լիլիթը հանգիստ ասաց, որ նրանք փնտրում էին հին փաստաթղթեր, որոնք Վահանին պետք էին։ Տատիկը հասկացավ, որ նրանք ստում են, նա ասաց Վահանին, որ եթե նրանք պետք է գումար, նա կարող է օգնել, բայց միայն եթե Վահանը սկսի աշխատել վերցնի պատասխանատվություն իր կյանքի համար, Վահանը խոստացավ, որ կփոխվի, տատիկը տվեց նրանց փոքր գումար։ Բայց մի քանի օր անց տատիկը նկատեց, որ նրա հին ոսկե ականջողները կորել են, այդ ականջողները նրան տվել էր նրա մայրը, նրանք շատ կարևոր էին նրա համար, տատիկը հարցրեց բոլորին, բայց ոչ ոք ոչինչ չգիտեր, նա հասկացավ, որ միայն մեկ մարդ կարող էր դրանք վերցնել, Լիլիթը։ Տատիկը խոսեց Վահանի հետ ասաց, որ Լիլիթը գողացել է նրա ականջողները, բայց Վահանը բարկացավ ասաց, որ տատիկը ներկայացնում է իր կնոջը որպես գող առանց որևէ ապացույցի, նա ասաց, որ տատիկը միշտ ատել է Լիլիթին, որ նա փորձում է ավերել նրանց ամուսնությունը։ Այդ օրը տատիկը Վահանը վիճեցին շատ ուժգնորեն, Վահանը ասաց բաներ, որոնք շատ ցավեցրին տատիկին, նա ասաց, որ տատիկը վատ մայր է, որ նա միշտ սիրել է Արամին ավելի, քան նրան, որ նա երբեք չի հասկացել նրան, տատիկը լաց եղավ ասաց Վահանին, որ եթե նա այդպես է զգում, ապա նրանք պետք է տեղափոխվեն ապրեն առանձին։ Վահանը Լիլիթը հեռացան տատիկի տունից մի քանի օր անց, բայց տատիկը դեռ մտահոգվում էր Վահանի համար, նա սիրում էր նրան, չնայած ամեն ինչին, նա հավատում էր, որ մի օր Վահանը կհասկանա իր սխալները կվերադառնա։ Բայց ամիսներ անցան Վահանը չեկավ, տատիկը լսեց լուրեր, որ Վահանը Լիլիթը ապրում են վատ կյանքով, նրանք ունեին պարտքեր, մարդիկ փնտրում էին նրանց, մի օր Արամը եկավ տատիկի մոտ ասաց, որ Վահանը կարիք ունի օգնության, նա ասաց, որ Վահանը պարտք ունի վտանգավոր մարդկանց, որ եթե նա չվճարի, կարող են նրան վնասել։ Տատիկը վախեցավ իր որդու համար, նա ուզում էր օգնել, բայց նույնիսկ եթե նա տար իր բոլոր գումարները, դա բավական չէր Վահանի պարտքերը փակելու համար։ Արամը ասաց, որ նա կփորձի օգնել, բայց որ Վահանը պետք է խոստանա, որ այլևս երբեք չի խաղա կամարտավառներում չի վերցնի փոխառություններ։ Արամը տատիկը հավաքեցին գումար վճարեցին Վահանի պարտքերը, բայց երբ Վահանը ստացավ օգնությունը, նա այնքան էլ շնորհակալ չէր, նա ասաց, որ այդ գումարը բավական չէ, որ նա դեռ ունի այլ պարտքեր, տատիկը հասկացավ, որ Վահանը երբեք չի փոխվելու, եթե նա շարունակի օգնել նրան։ Տատիկը որոշեց, որ այլևս չի օգնելու Վահանին ֆինանսապես, նա ասաց Վահանին, որ սիրում է նրան, բայց որ նա պետք է սովորի պատասխանատու լինել իր կյանքի համար, Վահանը բարկացավ ասաց, որ տատիկը սառնասիրտ մայր է, նա ասաց, որ տատիկը միշտ մերժել է նրան, որ նա այլևս չի ուզում տեսնել նրան։ Այդ օրը Վահանը հեռացավ, երբեք այլևս չեկավ տատիկի մոտ, տարիներ անցան տատիկը չլսեց Վահանի մասին, նա փորձեց հետել նրան, փորձեց գտնել նրան, բայց Վահանը թաքնվեց, մարդիկ ասացին տատիկին, որ Վահանը տեղափոխվել է այլ քաղաք Լիլիթի հետ։ Տատիկս ամեն օր աղոթում էր Վահանի համար, նա սիրում էր իր երկու որդիներին հավասարաչափ, բայց Վահանը ընտրել էր հեռանալ, տատիկը պահում էր Վահանի մանկության լուսանկարները, պահում էր նրա հին իրերը, հույս ունենալով, որ մի օր նա կվերադառնա։ Արամը, իմ հայրիկը, միշտ փորձում էր գտնել Վահանին, նա ուզում էր, որ նրանց ընտանիքը միավորվի կրկին, բայց ամեն անգամ, երբ նա գտնում էր Վահանի հասցեն երթում էր այնտեղ, Վահանը հրաժարվում էր հանդիպել նրա հետ, Վահանը դարձել էր կոշտ հեռավոր։ Տատիկս օրագրում գրել էր, որ նրա ամենամեծ ցավը եղել է այն, որ նա չէր կարողացել փրկել Վահանին, նա մեղադրում էր իրեն, որ չէր կարողացել լինել ավելի լավ մայր, նա մտածում էր, որ եթե ավելի խիստ լիներ Վահանի հետ երիտասարդ տարիքում, թերս նա չէր հայտնվի այդ ճանապարհին։ Օրագրի վերջին էջերում տատիկը գրել էր մի նամակ Վահանին, որը նա երբեք չուղարկեց, այդ նամակում նա գրել էր, որ սիրում է նրան, որ միշտ սիրել է նրան, որ նրա դուռը միշտ բաց է նրա համար, նա գրել էր, որ չի կարորում, թե ինչ է տեղի ունեցել անցյալում, նա պատրաստ է ներել սկսել նորից, բայց այդ նամակը մնաց գրկում օրագրում, երբեք չուղարկված։
Երբ ես կարդում էի այս ամենը, իմ սիրտը լի էր ցավով, ես երբեք չգիտեի այս պատմությունը, ես երբեք չգիտեի, որ ունեմ հորեղբայր, որը կորել է մեր ընտանիքից, ես հասկացա, թե ինչու տատիկս երբեք չխոսեց Վահանի մասին, այն չէր, որովհետև նա ատում էր նրան։ Այն էր, որովհետև ցավը շատ մեծ էր խոսելու համար։ Ես որոշեցի գտնել Վահանին, ես ուզում էի պատմել նրան տատիկի մասին, ուզում էի, որ նա գիտենար, թե որքան տատիկը սիրում էր նրան, ես սկսեցի պարզել, ես խոսեցի մարդկանց հետ, որոնք ճանաչում էին Վահանին, նրանք պատմեցին ինձ, որ Վահանը դեռ ապրում է քաղաքում, բայց շատ հեռու մեր թաղամասից։ Մի օր ես գտա Վահանի հասցեն, ես գնացի այնտեղ առանց նախազգուշացման, երբ նա բացեց դուռը, ես տեսա մի ծեր մարդ, որը շատ նման էր իմ հայրիկին, բայց շատ ավելի հոգնած տխուր։ Վահանը նայեց ինձ, հարցրեց, թե ով եմ ես, երբ ես ասացի, որ Արամի դուստրն եմ, նրա երեսը խստացավ։ Նա չուզեց ինձ ներս թողնել, բայց ես շարունակեցի խոսել, ես ասացի նրան, որ տատիկը մահացել է, Վահանի աչքերում ես տեսա ցավ, բայց նա ոչինչ չասաց, ես ասացի նրան, որ տատիկը միշտ սիրել է նրան, որ նա մինչ վերջ հույս ուներ, որ Վահանը կվերադառնա։ Վահանը շրթունքները սեղմեց, ասաց, որ շատ ուշ է։ Ես տվեցի նրան տատիկի օրագիրը, ես ասացի, որ նա պետք է կարդա այն, Վահանը վերցրեց օրագիրը, բայց դեռ ոչինչ չասաց, ես հեռացա, սիրտս ծանր, բայց հույս ունեի, որ օրագիրը կփոխի ինչ-որ բան Վահանի մեջ։ Մի շաբաթ անց ես ստացա զանգը Վահանից էր, նա ասաց, որ կարդացել է օրագիրը, նա ասաց, որ հասկացել է, թե որքան սխալված է եղել, նա ուզում էր հանդիպել ինձ իմ հայրիկին, ես համաձայնեցի։ Երբ Վահանը եկավ մեր տուն, իմ հայրիկը ծանր սիրտ ուներ, նրանք տարիներ չէին տեսել միմյանց, բայց երբ նրանք տեսան միմյանց, ինչ-որ բան փոխվեց, Արամը գրկեց Վահանին, երկուսն էլ լացին, նրանք խոսեցին ժամերով, Վահանը պատմեց իր կյանքի մասին, պատմեց, թե ինչպես Լիլիթը թողեց նրան տարիներ առաջ, երբ նրա գումարները վերջացան, նա պատմեց, թե ինչպես նա ապրեց փողոցներում, ինչպես աշխատեց վատ աշխատանքներում, ինչպես ամեն օր ափսոսանքով լցված էր։ Վահանը ասաց, որ երբեք չէր համարձակվել վերադառնալ, որովհետև ամոթ զգում էր, նա ամոթվում էր այն ամենից, ինչ արել էր տատիկի ընտանիքի հանդեպ, նա մտածում էր, որ շատ ուշ է ներում խնդրելու համար, բայց օրագիրը ցույց տվեց նրան, որ տատիկը երբեք չդադարեց սիրել նրան։ Այդ օրվանից հետո Վահանը դարձավ մեր ընտանիքի մաս, նա սկսեց այցելել մեզ, սկսեց շփվել իր եղբոր մեր ընտանիքի հետ, նա փոխեց իր կյանքը, նա գտավ աշխատանք, սկսեց կառուցել նոր կյանք։ Բայց ամենակարևորը Վահանը սկսեց այցելել տատիկի գերեզման, ամեն շաբաթ նա գնում է այնտեղ, տանում ծաղիկներ, խոսում տատիկի հետ, նա ասում է նրան, որ ափսոսում է, որ ցավեցրել է նրան, որ ուզում էր, որ ժամանակը վերադարձներ, որպեսզի կարողանար ամեն ինչ ճիշտ անել։ Այժմ, երբ ես նայում եմ տատիկի հին լուսանկարներին, ես տեսնում եմ երկու փոքր տղաների, Արամի Վահանի, որոնք միասին են խաղում, ես տեսնում եմ տատիկին, որը ժպտում է, պահում է իր երկու որդիներին, եւ ես հասկանում եմ, որ սերը երբեք չի մեռնում, նույնիսկ երբ այն թաքնված է ցավի լռության տակ։ Տատիկի գաղտնիքը չէր վատ բան, այն պարզապես ցավ էր, որը նա պահեց ներսում, որպեսզի չցավեցնի այլ մարդկանց, նա ուզում էր պաշտպանել մեզ այդ ցավից, բայց հիմա, երբ ճշմարտությունը բացահայտված է, մեր ընտանիքը կարողացավ բժշկվել։ Վահանը ինձ պատմեց, որ ամենամեծ սխալը, որ նա կատարեց, եղավ այն, որ թույլ տվեց իր հպարտությանը ամոթին կանխել իրեն վերադառնալուց, նա ասաց, որ եթե նա վերադարձեր ավելի շուտ, կարող էր տեսնել տատիկին մինչ նրա մահը, նա կարող էր ասել նրան, որ սիրում է նրան, որ ներում է խնդրում։ Բայց կյանքը երբեմն չի տալիս երկրորդ հնարավորություններ, տատիկը մեռավ առանց տեսնելու Վահանին, նա մեռավ առանց իմանալու, որ նրա վերջին նամակը, որը նա գրեց օրագրում, հասավ Վահանին, նա մեռավ առանց իմանալու, որ նրա երկու որդիները կրկին կմիավորվեն։ Այժմ, երբ մենք նստում ենք միասին, հայրիկը, Վահան հորեղբայրը ես, մենք խոսում ենք տատիկի մասին, մենք պատմում ենք պատմություններ նրա մասին, հիշում ենք նրա ժպիտը, նրա խոսքերը, նրա սերը, եւ չնայած որ նա այլս մեզ հետ չէ, մենք զգում ենք նրա ներկայությունը։ Վահան հորեղբայրը ասաց ինձ մի բան, որը երբեք չեմ մոռանա, նա ասաց. Երբ դու սիրում ես մեկին, երբեք մի թող հպարտությունը կամ ամոթը կանխի քեզ ասելուց դա, երբեք մի կորցրու ժամանակը, որովհետև մենք երբեք չգիտենք, թե քանի ժամանակ ունենք։ Այս պատմությունը սովորեցրեց ինձ, որ ընտանիքը ամենակարևորն է, այն սովորեցրեց ինձ, որ ներումը հզոր է, այն սովորեցրեց ինձ, որ սերը կարող է ամեն ինչ հաղթահարել, նույնիսկ տարիների բաժանումը։ Տատիկս այլս մեզ հետ չէ, բայց նրա ժառանգությունը շարունակվում է մեր մեջ, նրա սերը, նրա ներումը, նրա հուսահատությունը, որ նրա ընտանիքը միավորվի, այս ամենը ապրում է մեր սրտերում, եւ այժմ, երբ ես նայում եմ իմ հորեղբորը, ես տեսնում եմ տատիկի աչքերը, ես տեսնում եմ նրա սերը։
Մենք չենք կարող փոխել անցյալը, մենք չենք կարող վերադարձնել կորցրած ժամանակը, բայց մենք կարող ենք սովորել մեր սխալներից վստահ լինել, որ չենք կրկնի դրանք, մենք կարող ենք պատվել տատիկի հիշատակը, լինելով միասին, սիրելով միմյանց երբեք չթողնելով, որ ինչ-որ բան մեզ բաժանի։ Այսօր, երբ ես նստում եմ տատիկի հին տանը, որտեղ այժմ ապրում է Վահան հորեղբայրը, ես զգում եմ խաղաղություն, ես գիտեմ, որ տատիկը երջանիկ կլինի, եթե տեսներ մեզ այժմ, նա երջանիկ կլինի, որ նրա երկու որդիները կրկին միասին են, նա երջանիկ կլինի, որ ընտանիքը, որը նա այնքան սիրում էր, վերջապես միավորվել է։ Տատիկի գաղտնիքը այլս գաղտնիք չէ, այն դարձել է դաս, որը մենք բոլորը սովորեցինք, դաս ընտանիքի կարողության մասին, ներման ուժի մասին, սիրո անվերջության մասին, և այս դասը մենք կպահենք մեր սրտերում միշտ։